Պարոն Կարապետյան, նախ ձեր տարեդարձն ենք շնորհավորում եւ զգացիք, որ թեվակողել ենք 4-րդ հանրապետություն, այսօր Փաշինյանը հայտարարել է, որ թեվակողում ենք 4-րդ հանրապետություն, երրորդն էլ կոնֆլիկտներով է եղել, հիմա խաղաղությունով ենք սկսում այդ հանրապետությունը։ Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետություն նույնպես, դրա համար մենք պետք է չթողենք իրեն։ Այսինքն վտանգներ եք տեսնում այդ համարակալման մեջ։ Իհարկե, դուք չեք տեսնում։ Եթե մեր հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, դրանք ասենք, ես մի անգամ ասել եմ Լոռվան։ Այնտեղ կանգնելու ենք։ Պարոն Կարապետյան, ասում եք Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեք։ Այդ պլանի հետ կապված ինչ քննարկումներ են տեղի ունենում, հանդիպումներ ունեցել եք այլ ուժերի հետ։ Այդ պլանների հետ կապված ուժերի հետ հանդիպում պետք չեն։ Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան իրեն հեռացնելու։ Արդյունքներ երբ կտեսնեք, պարոն Կարապետյան։ Ես շուտով։ Պարոն Կարապետյան, այդ գաղտնի պլանով դուք կարծեք հեռացրել եք նաև Ալեն Սիմոնյանին, բայց մեկ այլ պլանով փաստորեն հետ է վերադարձել։ Հիմա ինչ պլան է գործել, որ ինքը գնացելու հետ է եկել եւ Ռակերովկան ինչով է պայմանավորում աղքարտուղարի պաշտոնում նոր թեկնածուի առաջադրման։ Հետ չի եկել, իրեն նշանակել են աղք։ Հիմա եթե որակը իրեն դուր է գալիս, թող աշխատի։ Պարոն Կարապետյան, դուք եւ Սփյուռքի մի շարք գործիչներ պարբերաբար նշել եք ուժեղ Սփյուռքի կարևորության մասին եւ միասնական Հայաստան-Սփյուռք զարգացման մասին։ Վերջերս իշխանական պատգամավորը ասաց, որ ուժեղ Հայաստան, ուժեղ Սփյուռքը միֆ է եւ որ Սփյուռքը ուժեղանում է Հայաստանից դատարկվելու հաշվին։ Ինչու է այս մոտեցումը իշխանությունը որդեգրել, այն ուր կտանի եւ արդյոք այս համատեքստում տեսնում եք Սփյուռքի քաղաքացիների իրավունքի որոշակի սահմանափակումը։ Իհարկե, իրենք ամեն ինչ անում են դրսի թելադրանքով, որ մեր Սփյուռքը իր աջակցությունը չունենա Հայաստանի զարգացման մեջ, իր մասնակցությունը չունենա Հայաստանի քաղաքական կյանքում, իրենց թվում է իրենք այդպես հնարավորություն կունենան վայելեն մի քիչ ավելի երկար, բայց սխալվում են։ Պարոն Կարապետյան, Աննա Հակոբյանը նաև ձեր քաղաքական ուժի ազգային ժողովում խմբակցության ղեկավարին էր հրավիրել հանդիպման, որպեսզի քննարկեն կանանց հանդեպ ընտանեկան բռնությունների հարցը։ Այս մասով դուք ինչ կարծիք ունեք, ինչու հրաժարվեցիք։ Կանանց մասով ինձ հարց մի տվեք, ում հրավիրել էր իրեն հասկանում։ Լավ, պարոն Կարապետյան, մեկ հարց հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ տեսնում ենք, որ մեծ ու փոքր տարբեր քպայականներ շարունակ հայտարարում են, որ այս ընտրություններով մանդատ են ստացել նաև եկեղեցու հարցեր, այսպես ասած, լուծելու համար։ Հիմա տեսանք վեհափառին տարան հասցրին դատարան, օգոստոսի 28-ին արդեն այլ դատականիստ է նշանակված, նոր դատավորի հանգամանքով պայմանավորված։ Դուք ինչպես եք պատրաստվում դիմակայել, ձեր այդ գաղտնի պլանը կօգնի եկեղեցուն։ Դա մտնում է Փաշինյանի իրեն հեռացման գաղտնի պլանի մեջ։ Դրա համար թողեք այդ մարդիկ գնալով իրենց հարցերը լուծեն։ Ինչպես եք գնահատում այդ process-ը եկեղեցու դեմ։ Դե դա ես ասել եմ, համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Դա պրոստո խայտարակություն է։ Այս մարդիկ ինչ որ անում են ոչ միայն մեր եկեղեցու։ Պարոն Կարապետյան, ի հակադրություն այդ գաղտնի պլանի, այսօր բացահայտ պլան կառավարությունը իր նիստի օրակարգում էր, որ 2026-ից 31 թվականներին ինչ պետք է անեն եւ այդ թվում նաեւ եկեղեցու իրենց ասած բարենորոգումներ, վեհափառին պետք է հեռացնեն, նոր կաթողիկոս նշանակեն, այսինքն իրենց ծրագիրը բացահայտ է, հիմա դրա դիմաց ինչ որ գործողություններ կա։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգեն, իրենց պլաներով հազիվ դա հասցնեն։ Փառք Աստծո, այն մնացածը չեն ասում։ Պարոն Կարապետյան, մի քանի հարցում եմ ձեր հայտարարագրի հետ կապված։ Փետրվարից ասում եք, որ արդեն տվել եմ այդ։ Այո, արդեն տվել եք։ Փետրվարից ասում եք, որ տնային կալանքի պայմաններում անհնար է հայտարարագիրը ներկայացնելը, բայց փաստորեն կարողացել եք, ոնց է ստացվել։ Որ կարողացել եք հայտարարագիրը ներկայացնել Վարդևանյանին հարցրեք, ինքն էր դրանով զբաղվում։ Այնտեղ մի անշարժ գույք եք ընդհանրապես հայտարարել Հայաստանում 1989 թվականից ձեռք բերված ու մեկ Volvo 1992 թվականից ձեռք բերված։ Ինչ ունեմ դա։ Դուք միայն այդ անշարժ գույք ունեք Հայաստանում մեքենա։ Պարոն Կարապետյան, իսկ ժողովի լիստերին հետևում եք, օրինակ Էդգար Ղազարյանը իսկապես խախտել էր այդ բարեվարկության կանոնները։ Էդգար Ղազարյանը տաղանդավոր հայ քաղաքական գործիչ է, դուք ամեն օր կտեսնեք դա, տեսնում եք եւ կտեսնեք դա։
Իսկ առհասարակ ինչպես է գնահատում ձեր թիմի աշխատանքը։ Ինձ թվում է բոլորն են լավ գնահատում, ես նույնպես։ Պարոն Կարապետյան, երեք դուք կար, որ Էդգար Ղազարյանը ներողություն, ձեր թիմը չպաշտպանեց ի սկզբանե, դա ինչպես եք մեկնաբանում։ Էդգար Ղազարյանին մեր թիմը առաջերտին Էդգար Ղազարյանը պաշտպանելու կարիք չուներ, բայց մեր թիմը շատ գրագետ ամեն ինչ արեց, որ կոնֆլիկտ չդառնա։ Կարապետյան, երեք Դավիթ միջադեպի հետ կապված ինչ կասեք, Դավիթ Ղազարյանին դուրս հրավիրեցին նստերի դահլիճից, ինչ է տեղի ունեցել ձեր գնահատման վրա այդպես վարվեցին։ Մեր ֆրակցիան արդեն արձագանքել է դրան եւ շատ ճիշտ արել է։ Զղջացել էին Վահագն Ալեքսանյանն այսօր ասեց։ Դե զղջալու բանը, զղջալու։ Իրենք ամեն ինչի համար պետք է զղջան։ Պարոն Կարապետյան, նաև Քանի որ շատ ապօրինություններ են անում, բոլորը պետք է հերթով զղջան։ Իրենք գիտեն, որ մենք մի քիչ ներողամիտ մարդիկ ենք, կարող է մի քիչ ներողամիտ լինել։ նույն համատեքստների ձեր թիմակիցները բարբերաբար դեռ կարողանան քաղաքակիրթ աշխատել, ինչպես սկզբում պայմանավորվել էին։ Ինձ թվում է դեռ այո, կարողանում են։ նույն համատեքստում մի հարց էլի։ Սուր լինելու է, բայց կանոնների մեջ լինելու են։ Երբ որ Նարեկ Կարապետյանին դիմում են իշխանական պատգամավորները, հաճախ ձեր եղբորն են հիշատակում եւ նաեւ ձեր իշխանությունը կապում են նախորդ իշխանությունների հետ։ Ինչու է այս մարտավարությունը ընտրել, ինչպես նաեւ ձեր թիմակիցները հաճախ դժգոհում են դիմում ելույթներ ընդհատելու հարցում։ Այս իրավիճակում բարեվարկությունը ինչքան երկար կպահեք։ Հասկանում եք, իրենք մեր նկատմամբ տարիներ շարունակ, տարուց ավել արդեն այս բռնություններով, այս ռեպրեսիաներով ոչ մի բան ասելու, ոչ իրավունք ունեն, ոչ էլ ինչ-որ բան կարողացել են հայտնաբերեն իրենց համար։ Դրա համար գնում են իմ եղբոր դաշտ, բայց իրենք չեն հասկանում, որ իմ եղբայրը ամեն ինչ արել է, իր ամբողջ ունեցվածքը այն ժամանակ նվիրել է բարեգործության, իմ եղբայրը մի մարզում միայնակ ավելի շատ ձայն է հավաքել, քան իրենց ամբողջ կուսակցությունը Փաշինյանի գլխավորությամբ։ Պարոն Կարապետյան, Այսինքն իրենք ինչ խոսելու բան ունեն։ Բան չունեն, դրա համար ինչ-որ հանրապետական կուսակցություն ուզում են մեզ էլ տանեն այդ դաշտ, որ ինչ-որ թեմա մեր շուրջը կարողանան արծարծեն կամ ինչ-որ խոսույթներ։ Բայց մյուս թեման, որ արծարծվում է ձեր շուրջ, շարունակ ռուսական այսպես ազդեցությունն է, շարունակում են ասել ամբիոնից նաև, որ ռուսական այսպես հետախուզությունից տվյալներ կան ձեր մասին եւ այլն, որ աջակցություն եք վայելում, ի վերջո ունեք աջակցություն։ Ես հարգանք ունեմ, ինձ թվում է թե Ռուսաստանում, թե Հայաստանում, ինչը որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին։ Դրա համար իրենք թող մտածեն, որ իրենց տներում հարգանք չունեն։ Այսինքն քաղաքացիների մակարդակով հարգանք։ Իրենք իշխանություններին են վերագրում։ Իշխանությունների մակարդակով հեսա կտեսնենք, վազելով կգնա։ Հիմա տեսնեք ով իշխանությունների մակարդակով աջակցություն ունի։ Պարոն Կարապետյան, դուք 100 ուսանողների հավաստագրեր եք նվիրել ուսանողացավճարների, հասցրել եք երեխեքի հետ շփվել, ճիշտ է տպավորությունը, ճիշտ եք։ Տաղանդավոր երիտասարդներ էին, ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդպիսի տաղանդավոր ուսանողներ կան, երիտասարդներ կան, ովքեր պետք է կառուցեն մեր երկրի ապագան։ Կարապետյան, ձեր մյուս երկրների քաղաքացիությունից հրաժարվելու այդ process-ը ուր է հասել, որովհետև քննադատություն կա, որ դա ընդհանրապես ձևական բնույթ է կրում։ Բա Փաշինյանից քիչ եք հարցնում իր քաղաքացիությունը, Հայաստանի քաղաքացիությունից չի հրաժարվում։ Այսքան փորձանք ա բերել այս երկրի գլխին, թող հրաժարվի քաղաքացիությունից։ Բա իրան էլ հարցրեք։ Հայտարարի հետ կապված մի հարց էլ մեծ չափով կանխիկ եք հայտարարել $26 միլիոն, այդտեղ 2 միլիոն շուրջ ռուբլի։ Կարող եք ասել ինչ իմաստ կա այդքան կանխիկ պահելու եւ արդյոք ձեր հայտարարի հետ ցանկին ծանոթացել եք, դա ամբողջական ցանկն է ձեր գույքերի եկամուտների։ Ես ունեմ մասնագետներ, ովքեր դրանով զբաղվում են։ Բայց դա որ խնդիր լինի, կա, ձեզ են ասել։ ուրեմն կա։ Եթե
Դուք չլինի։ ծանոթացել եք ԿԿՀ Դեռ ներկայացուցիչ։ ոչ։